ուզում եմ կարդալ Եբրայեցիս թղթից, եղբայրներ քրեր ջան, մի խոսք, որ շատերիս ովքեր կարդում են Սուրբ Գիրք ծանոթ է, բայց ուզում եմ Տիրոջ օգնությամբ փորձենք այս խոսքերին ուշադրություն դարձնենք։ Ուրեմն 12 գլուխ առաջի խոսքից եմ կարդում Եբրայեցիս, որտեղ գրված է. «Ուստի մենք հալ, որ այսչափ վկաներու բազմությամբ շրջապատված ենք, ամեն ծանրություն մեր վրային մեկդի ձգենք, եւ մեզ ջուրավ պաշարող մեղքը, համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը, եւ երկրորդ խոսքը ասում է. Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև կեցած ուրախությանը համար խաչը հանձն առավ, ամոթը արհամարեց ու Աստծո աթոռի աջ կողմը նստավ»։ Եվ երրորդ խոսքն էլ ասում է. «Արդ միտք բերեք Զանիկա, որ այսպես համբերեց մեղավորներուն, իրեն դեմ հակառակ խոսելուն, որ չլա, թե ձեր անձով հոգնիկ ու թուլանաք»։ Աստված օգնի մեզ, ժողովուրդ ջան, ես ուզում եմ Տիրոջ օգնությամբ փորձենք այս խոսքերի իմաստը մի հատ տեսնենք մեր կյանքում։ Ոչ թե ընդհանրապես այս խոսքերը իմանանք, որ Եբրայեցիս 12-ի 1, 2, 3 խոսքերում գրված է, որտեղ այստեղ հետաքրքիր մի կարևոր բան է առաքյալ ասում։ Ես ուզում եմ ոնց որ շեշտը դնեմ հենց այդ խոսքի վրա, որտեղ խոսքն էլ որ կարդում ես շեշտ է դրված։ Ասում է Հիսուսին նայենք։ Հիսուսին նայենք, ժողովուրդ ջան։ Ճիշտ է, մենք մեր այս ֆիզիկական աչքերով չենք կարող Հիսուսին նայել, բայց մեր հոգու աչքերով, չէ, կարող ենք նայել Հիսուսին։ Մենք, որ եկեք անկեղծ լինենք, մենք շատ բաներ նայում ենք։ Ես նստած տեղս մտածում եմ, ասում եմ, հետաքրքիր է, այն սովետական միության ժամանակ, չէ, հեռուստատեսություն գոյություն ուներ եւ ամեն ինչ կարծես թե սահմանափակ էր, օրվա մեջ կարող է մի հատ ֆիլմ ցույց տային, լուրեր ցույց տային, ես իմ ինչ որ միջոցառումներ ցույց տային, բայց մեր ժամանակների մեջ այդ նայելու իմաստով շատ մեծ հնարավորություն կա։ Ինչ սիրտը ցանկանա կարաս նայես։ Հեռախոսների մեջ։ Ինչ սիրտը ցանկանա։ Սկսած խոհարարական ինչ-որ հաղորդումներ, ես շատ գիտեմ, ինչ? Հա, երևի Սլավիկ աղբերը շինարարության խնդիրը։ Ասում է շինարարական։ Հա, ինչ ուզես կարաս նայես, ժողովուրդ ջան։ Ինչ ուզես, ֆիլմեր, ես շատ գիտեմ, բնություն, հաղորդումներ, ինչ ուզես, բայց հետաքրքիր է այդ նայելուց մարդը ինչա ստանում, չէ, ինչա մարդ ստանում այդ նայելուց։ Այսօր որ մենք տեսնում ենք մարդկությունը իրոք կայնացա մի այնպեսի իրավիճակի առջև, ինքը շատ բաներ տեսնում է, նայում է, լսում է, առնում է եւ ինչ է կատարվում։ Մարդկության մեջ, ժողովուրդ ջան, որ նայում ես մեղքի կյանքն է շատանում։ Այդ նայելուց մարդու մեջ ցանկություններն են գլուխ բարձրացնում։ Այդ նայելուց մարդու մեջ կուրքեր են սկսում առաջանալ։ Երկրպագություն են անում, ինչ որ երգչուհու, ինչ որ երգիչի, ինչ որ դերասանուհու, եւ հիմա շատ լայնամասշտաբ էդի քարոզվում է, էդի ներկայացվում է մարդկանց, չէ, եւ մարդիկ տեսնելով հիանում են եւ ինչ են ցանկանում, ցանկանում են նմանվել տվյալ այդ մի մարդուն, ժողովուրդ ջան, որ իրանց դուրս շատ է գալի եւ էդի աշխարհը այսօր մարդկանց հրամցնում է։ Օրինակ հետաքրքիր է, չէ, Սատանան էլ Հիսուսին տարավ մի հատ բարձր աշտարակի վրա եւ ցույց տվեց, չէ, այդ աշխարհի հարստությունը, փառքը եւ առաջարկեց, ցույց տվեց, չէ, այ եթե ինձ երկրպագություն անես, այս ամեն ինչը քեզ կտամ։ Ժողովուրդ ջան,
Հիշում ենք, չէ, Հիսուսը ինչ պատասխանեց։ Ասեց, ետից գնա սատանա, պետք է միայն քո Տեր Աստծուն երկրպագություն անես։ Այսինքն Հիսուսը դա մերժեց, Ժողովուրդ ջան։ Սատանան քնած չէր, որտեվ Հիսուսը մարմնով էր եկել եւ մտածում էր սատանան, որ միգուցե այդ ցանկությունը նրա մեջ առաջացնի։ Հիմա ո՞նց եք նայում, այն ինչ որ մենք նայում ենք, մեր մեջ արդյոք ցանկություններ չի առաջացնում։ Եվ այս մարմինը ուզում է, որ այդ ցանկությունը մի հատ փորձի, մի հատ համտեսնի, չէ՞ ոնց որ օձը Եդեմական պարտեզի մեջ Եվային առաջարկեց, չէ, ասես չեք մեռնի, ասվածներու պես կլինեք։ Եվ ընդ գրված է, որ Եվան նայեց ծառին, տեսավ այդ պտուղը ախորժելի է, չէ, փափագելի է, եւ ինչ եղավ, անհնազանդություն արեց։ Բայց հիմա մենք որ կարդում ենք այս խոսքը, առաքյալը մեզ կոնկրետ ցույց է տալիս եւ այդպեսի շատ օրինակներ էլ կա, ոնց որ Ռաֆայել եղբայրը խոսում էր, ես հիշեցի, երբ որ Իսրայել ժողովուրդը Եգիպտոսից դուրս եկավ եւ այդ ճանապարհը եկավ հասավ Կարմիր ծովի մոտ։ Եվ Մովսեսը ինչ տեսավ։ Հետևից փարավոնի զորքն է գալիս, առջևում Կարմիր ծովն է, ճանապարհ չկա։ Այսինքն ինքը տեսավ, ոնց է իր ասում Ռաֆայել ջան, ինչ անես, որ չգիտես ինչ անես։ Հիմա Մովսեսը հայտնվեց այդպես վիճակի մեջ։ Ինչ անի, որ չգիտի ինչ անի։ Եվ այդ ժամանակ ինչ արեց, ժողովուրդ ջան, մենք բոլորս գիտենք, չէ՞, Տիրոջը աղաղակեց։ Եվ այն ինչ որ Աստված էր տեսնում, Մովսեսը դա չէր տեսնում։ Այն ինչ որ մեր կյանքում Աստված է տեսնում, մենք դա չենք տեսնում։ Բայց այդ չտեսնելու մեջ դա չի նշանակում, որ Կարմիր ծովի մեջ ճանապարհ չկա։ Կարմիր ծովի մեջ ճանապարհ կար։ Բայց մենք դա չէինք, Մովսեսը դա չէր տեսնում, ժողովուրդ ջան, եւ Աստված ինչ ասեց Մովսեսին. «Գավազանը երկարացրու եւ ծովը ճեղքվեց ու բացվեց եւ Աստծո ժողովուրդը այդ ծովի մեջով անցան։ Եվ երբ որ փարավոնի զորքը եկավ, ծովը փակվեց եւ ամբողջ զորքը կործանվեց, ժողովուրդ ջան։ Հիմա մեր կյանքում իրոք շատ կարեւոր է, որ ես այսօր փորձեմ միտք առնել, հասկանալ, ես այսօր ում եմ նայում, ժողովուրդ ջան, որտեւ ես կարամ մի եղբոր նայեմ, մի քույրիկին նայեմ, հա, նրանց օրինակը վերցնեմ, բայց կարող է ես սխալվեմ, գիտեք։ Ես կարող եմ սխալվել։ Օրինակ, երբ որ Հիսուսը սկսեց ջրի վրայով քայլել, աշակերտները նավի մեջ տեսան, զարհուրեցին, սկսեցին կանչրտել, տենց գրված է Մատթեոս ավետանի 14 գլխում, եւ Հիսուսը ձայն տվեց, մի վախեցեք, ես եմ։ Պետրոսն ասեց, Տեր, եթե դու ես հրաման արավ, որ ես էլ ջրի վրայով քայլեմ։ Ու Հիսուսն ինչ ասեց։ Ասեց եկուր։ Քանի դեռ ինքը նայում էր Հիսուսին, ինքը ջրի վրա քայլում էր։ Բայց երբ որ տեսավ այդ ալիքները, այդ քամին, այդ վիճակները, երբ որ տեսավ, իր մոտ թերը հավատություն առաջացավ։ Ժողովուրդ ջան, դա հեշտ բան չէր, գիտեք, ջրի վրա քայլելը։ Ու երբ որ ինքը հայացքը շեղեց Հիսուսից, ինքը սկսեց ընկղվել ջրի մեջ եւ Հիսուսին օգնության կանչեց։ Մենք բոլորս գիտենք։ Դրա համար այս խոսքը, որ մենք կարդում ենք, հետաքրքիր է, մեր կյանքը նման է այդ ասպարեզին, որտեվ առաքյալը ասում էր, համբերությունով վազենք մեր արչև դրված ասպարեզի ընթացքը։ Սա կարծես թե այս արչև դրված ասպարեզի ընթացքը մեր կյանքն է, ժողովուրդ ջան, որ ծնվել ենք, մանուկ ենք եղել, պատանի, երիտասարդ, չէ, այդպես մեծացել ենք եւ այս կյանքի ասպարեզն է, որ մենք վազում ենք։ Այդ ընթացքի մեջ ենք։ Հիմա շատ կարևոր է, կարճ խոսք է, բայց առաքյալը խորհուրդ է տալիս այդ վազքի մեջ, այդ ընթացքի մեջ ես ում պետք է նայեմ։ Հիսուսին նայեմ, չէ՞։ Եվ այնտեղ ոնց էր Հիսուսին ներկայացնում, մեր հավատքի առաջնորդին
ու կատարողին եւ ասում է իր արչեւ կեցած ուրախության համար նայեք արդեն ներկայացնում է այդ դժվարությունները խաչը հանձնառավ ամոթը արհամարեց ու Աստծո աթոռի աջ կողմը նստավ խաչը հանձնառավ այդ խաչ հանձնառնելը ժողովուրդ ջան այտենց հեշտ ու հանգիստ բան չէր Եսայի մարգարության մեջ դա ներկայացում է թե ինչ տառապանքով անցավ Հիսուսը ասում է մենք նրան ինչպես տեսանք վիրավորված Աստծուց կտրված չէ մենք այդպես տեսանք Հիսուսին ժողովուրդ ջան բայց ինքը խաչվում էր մեր համար ինքը չարչարանք էր կրում մեր համար եւ շատ կարեւոր է որ մենք չմոռանանք դա եւ ամեն անգամ հիշելով մենք նայենք այդ Գողգոթայի խաչին որ այդ Գողգոթայի խաչի վրա Տեր Հիսուս չարչարանք էր կրում ինչի համար մեր փրկության համար ժողովուրդ ջան մեր փրկության համար մի հին ուխտում էլ տենց հետաքրքիր Եսայի մարգարության մեջ է Սենց էլի հետաքրքիր խոսք կա, կարճ ես ուզում եմ կարդամ Եսայի մարգարության ուրեմն 45-ի 22-ը այդ հետաքրքիր նայեք ոնց որ եւ հին ուխտում եւ նոր ուխտում ոնց որ համընկնում է եւ նայեք ինչ ասում ով երկրի բոլոր ծայրեր եւ ասում է ինձի նայեցեք որպեսի փրկվիք քանզի ես եմ Աստված եւ ինձ մե ուրիշը չկա նայեք հետաքրքիր բան ասում, չէ, ինձի նայեցեք, որպեսի փրկվիք։ Այսինքն մարդը իրոք փրկության կարիք ունի։ Միգուցե մարդ էդի հասկանում էր այն նեղության պահին, դժվարության, հիվանդության պահին եւ սովորաբար մարդիկ այդ ժամանակ են սկսում Հիսուսի անունը կանչել, Աստծո անունը կանչել, որտեղ տեսնում են ոնց որ էլ փրկություն չկա, էլ հնարավորություն չկա։ Մարդը կարող է հայտնվի իրոք ծայրահեղ վիճակի մեջ ու զգա, որ միայն Աստված կարող է օգնել։ Եվ ստեղ Աստված հստակ ասում է. «Ով երկրի բոլոր ծայրեր, ինձի նայեք, որպեսի փրկվիք, քանզի ես եմ Աստված եւ ինձ մե ուրիշը չկա»։ Ժողովուրդ ջան։ Սա ես մտածում եմ ներ կյանքում շատ կարևոր բան է, որտեվ ես երրորդ խոսքն էլ որ կարդացի, երրորդ խոսքում արդեն ինչ է ներկայացնում, արդ միտք բերեք զանիկա, որ այսպես համբերեց մեղավորներուն իրեն դեմ հակառակ խոսելուն, որ չլա թե ձեր անձով հոգնիկ ու թուլանաք։ Այսինքն մեր կյանքում լինում է պահեր, որ մենք իրոք հոգնում ու թուլանում ենք, ժողովուրդ ջան։ Եվ այդ ժամանակ մենք կարիք ունենք Հիսուսի, կարիք ունենք այնպես նայելու, որովհետև այդ նայելուց կարևոր բան է իմ մեջ առաջանում, իմ մեջ հույս է առաջանում։ Ես Հիսուսին նայելով տեսնում եմ, որ ինքը նույնպես համբերեց, որտև ինքը չէր եկել կարծես թե այնպես աստվածային ամբողջ իր կերպարանքով ինքը մարդու մարմնի նմանությամբ մարմնով էր եկել եւ մարդիկ տեսնում էին որպես մարդ նրան որ նրա մեջ էր աստվածային լեցունությունը ինչպես Պետրոսի թղթերի մեջ կարդում ենք ժողովուրդ ջան եւ ինքը ցույց էր տալիս որպես օրինակ որ համբերության որպես օրինակ ու ես հասկանում եմ եթե ես հայտնվել եմ մի իրավիճակի մեջ ու տեսնում եմ որ համբերություն չունեմ ես գիտեմ ում նայեմ որտեվ Հիսուսը համբերություն ուներ երբ որ ես հայտնվում եմ մի նեղության դժվարության մեջ ու իմ խաղաղությունն եմ կորցնում եւ ինձ ավելի պաշարում է բարկությունը սրտմտությունը եւ չար մտքերը միգուցե գալիս ժողովուրդ ջան այդ ժամանակ ես գիտեմ ում պետք է նայեմ
որտեվ նրանից եմ ես ստանալու խաղաղությունը։ Ժողովուրդ ջան, երբ որ ես զգում եմ, որ իմ մեջ սիրո պակասություն կա, այդ ժամանակ ես գիտեմ ում նայեմ, որտեվ ինքը ցույց տվեց աստվածային սերը, եւ ինքը կարող է այդ սիրուց իմ մեջ լեցնել։ Երբ որ ես տեսնում եմ, որ չեմ կարող ներել, ժողովուրդ ջան, այդ ժամանակ պիտի ասես, ես գիտեմ ում նայեմ, որտեվ Հիսուսը ցույց տվեց, թե ինչպես ներեց, չէ՞։ Եվ ինչ էր խնդրում հորը, իրեն խաչողներին, իրեն ցավ տվողներին, հայր, ներիր, որտեվ չեն հասկանում ինչ են անում։ Ներում խնդրեց հորից, ժողովուրդ ջան։ Բայց սովորաբար, երբ որ մենք ինչ-որ մեկի կողմից վիրավորանք ենք ստանում, արհամարանք ենք ստանում, չէ, մեր մեջ ինչ է բարձրանում մի անգամից, այդ բարկությունը, չէ, ոնց որ ուզենանք, որ Աստված անպայման դրան մի հատ պատժի, մի հատ էդի հասկանա, թե ինչ է անում, չէ, մենք անպայման ուզում ենք այդ բանը լինի, այդ ժամանակ ես չեմ նայում Հիսուսին, ես նայում եմ իմ հին մարդուն, ես նայում եմ օրենքին, աշկի տեղ աշկ, ակրայի տեղ ակրա, ես այդ բաներին եմ նայում, ժողովուրդ ջան։ Ու հետաքրքիր է, երբ որ մենք կարդում ենք Հովանեսի թուղթը, առաջի թուղթ Հովանեսի, էլի ծանոթ խոսքեր է, նայեք ինչ ասում։ Կենաց բանի վրայով, որ սկիզբեն էր, որուն համար լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, եւ հետաքրքիր ասում է, որուն նայեցանք։ Չէ, երկու հետաքրքիր ասում, ասում է, որ մեր աչքերով տեսանք, եւ ասում է, որուն նայեցանք ու մեր ձեռքերը շոշափեցին։ Որուն նայեցանք։ Կարող է գիտես ինչ, աշկը տեսնի, բայց երբ որ դու նայում ես, այդ նայելու մեջ շատ խորհրդավոր բաներ կա։ Այդ նայելուց դու շատ բաներ ստանում ես, ժողովուրդ ջան, եւ Հովանեսը այդ նայելուց ինչա վկայում։ Եվ կյանքը հայտնվեցավ ու տեսանք եւ կվկայենք ու ձեզի կպատմենք այն հավիտենական կյանքը, որ հորքով էր ու մեզի հայտնվեցավ, այն որ տեսանք ու լսեցինք, ձեզի կպատմենք, որպեսի դուք ալ մեզի հաղորդակիցը լաք, մեր հաղորդակցությունը հոր հետ է ու իր որդին Հիսուս Քրիստոսին հետ, այս բաները կգրենք ձեզի, որպեսի ձեր ուրախությունը կատարյալ ըլլա։ Եղել է, գիտեք, ժողովուրդ ջան, շատ տարիներ առաջ մի տեսակ նեղության մեջ էի, ընտանիքում մենակ ես էի հավատքի, հերս էր հալածում, նեղություն էր տալիս, մի տեսակ գնում էի հաց առնելու այդ ժամանակ էլ տենց հաց չէր ճարվում, ոտքով մի քանի կանգառ իջնում էի, այդ հացի գործարան կարը տեղ այն սովետի վաղտվա, գնում էի այդտեղից, որ հաց ճարեի, հաց առնեի, ու այդ ճամփին նենց տխուր էի, այնքան տխուր էի, եւ այդ տխրության մեջ հետաքրքիր է, որ Տերը այցելեց, ես իմ հոգով Հիսուսին նայեցի, ու իմ մեջ մի տեսակ ուրախություն լցվավ, եւ այդ ուրախության մեջ ես արտասվում էի, ու ինքան հետաքրքիր այդ այցելությունը, այդ Հիսուսին նայելը, ոնց որ ես այն կյանքի պակասություն զգացի, երբ որ տրտմություն էր պաշարել ինձ, երբ որ տխուր էի, երբ որ այդ նեղությունն էր, այդ հալածանքն էր, բայց երբ որ Հիսուսին նայեցի, ամեն բան փոխվավ, ժողովուրդ ջան։ Այդ ժամանակ դու կարողանում ես հաղթահարել այն, ինչ որ կարծես թե թվում է, որ անհաղթահարելի է։ Այն ինչ որ անհաղթահարելի է, ժողովուրդ ջան։ Դրա համար հենց պատահական չի, էլի, որ այդ խոսքը ուղղում է մեզ եւ ասում է Հիսուսին նայենք։ Ժողովուրդ ջան։ Երբեմն քույրիկներս չնեղանան ինձանից, ինչի՞ չէ, եղբայրներն էլ կարա լինի։ Չէ, մեկ-մեկ նայում ենք,
հարևանը էս ունեցավ, այն ունեցավ, չէ, նայում ենք, չէ, ամուսնուց սկսում է դժգոհել իր մեջ, այս ինչ անբաշար մարդ է, հարևանին նայի, տունը ռեմոնտ արեց, մի հատ թազա կահույքա բերե դրել, չէ, ես չեմ ասում չանենք, բայց երբեմն նայելուց մենք ուրիշ բան ենք, ուրիշ ոնց որ լիցքեր ստանանք, չէ, ու մենք սկսում ենք բողոքել, այս ինչ ձևի ամուսին է, անհոգ է, ու գնաց, չէ, բողոքի գիրկը բացվում է։ Բայց այն կինը, այն քույրիկը, որ Հիսուսին է նայում, ասում է ոչինչ, Տերը կորտնի, մենք էլ կունենանք։ Տենց է թե չէ, քուրը ջան։ Դրա համար ես այսօր ճիշտն ասած մտածում էի, որ այս խոսքի վրա ուշադրություն դարձնենք, Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Թող Տերը բոլորիդ օրհնի,